Հանդիպման վայրը Vici Lounge, հագուստը Daphne խանութ սրահ, Daphne ժամանակի շունչը ամեն օրվա համար, Daphne հագուստ, որ խոսում է քո մասին։ Հաղորդավարի ոճը Մետրո միջազգային գեղեցկության ակադեմիա, հաճախորդներ ամբողջ կյանքի համար։ Երիտասարդ, պրոֆեսիոնալ եւ իր գործի նվիրյալ, ով 3 տարվա ընթացքում կարողացել է ձևավորել բաժանմունք, որն իր բարդ եւ պատասխանատու վիրահատություններով կարողացել է դառնալ վստահելի հասցե, ոլորտում բարձր նշաձող դրած Best Life բժշկական կենտրոնում։ Դիմացնոտային եւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արթուր Հակոբյանը իր օրինակով ապացուցել է, որ նոր սերնդի բժշկությունը գալիս է շարունակելով պատասխանատվությամբ, հստակ նպատակներով եւ նոր միտումներով։ Բարի երեկո, պարոն Հակոբյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ դուք ընդունեցիք իմ հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ես ձեզ շատ համեղ սուրճ եմ հյուրասիրում եւ անչափ համեղ Անուշեղեն Մարաշիից։ Դուք քաղցր սիրում եք։ Երբեմն։ Այս երեկո դուք անցկացնում եք մեր հետ։ Իսկ առհասարակ դուք որտեղ եք անցկացնում ձեր երեկոները։ Դե հիմնականում տանը ընտանիքի հետ կամ միգուցե ինչ-որ ընկերական միջավայրում։ Իսկ լավագույն բաղադրատոմսը երեկոյի որն է։ Իս թվում է ընտանիքի հետ։ Դուք բժիշկ դառնալով ինձ շատ հետաքրքիր է, իրականացրել եք ձեր մանկության երազանքը։ Կարելի է այդպես անվանել, որովհետև բժիշկ լինելու, մարդկանց օգնելու այդ ցանկությունը շատ շուտվանից է եկել, դեռ մանկությունից, ինչ որտեղ իրավացեք։ Իսկ դուք չեք ծնվել բժիշկների ընտանիքում։ Չէ, ընտանիքում հիմնականում մանկավարժներ են եղել, բժիշկ մի օքի ենք ունեցել։ Այսինքն ճանապարհը հարթել եք ինքնուրույն առանց որևէ բժշկական պլացդարմի, հա, տան կողմից։ Հայկական տարբերակները իմ դեպքում չեն եղել։ Իսկ ինչու եք ընտրել այս նեղ մասնագիտացումը, հա, դիմացնոտային եւ պլաստիկ վիրաբուժություն։ Ինչպես եղավ, որ դա ընտրեցիք։ Այդ այն կետն է, որտեղ շատ բժշկական մասնագիտություններ խաչվում են, հա, նույն դիմացնոտային վիրաբուժության մեջ, հա, կան բազմաթիվ բաղկացուցիչներ այլ մասնագիտություններից, շատ սերտ կապված կողմնակի մասնագիտությունների հետ, եւ դա առավել հետաքրքիր է դարձնում, հա, եւ էսթետիկ մասը կա եւ առողջացնելու մասը կա իր մեջ ու բացի դրանից տարբեր մասնագիտական։ Ձեր առաջին վիրահատությունը հիշում եք։ Այո։ Եվ ինչպիսին էին զգացողությունները, հա։ Շատ էմոցիոնալ զգացումներ կան, երբ որ դու արդեն պատասխանատվություն ես կրում քո պացիենտի համար, եւ դու գիտակցում ես, որ քեզ դիմել է մարդ, ով օգնության կարիք ունի ու այդ ամեն ինչի պատասխանատվությունը դու ես կրել։ Իսկ ինչ եք վիրահատում։ Եթե չեմ սխալվում, թքագեղձի հետ կապված խնդիր ուներ պացիենտը։ Հիմա անցնենք ձեր աշխատանքային հասցեներով, հա, մեծամոր ԲԿ, չէ, Նայիրի ԲԿ եւ հետո էլիտ մեդ։ Այս հասցեներից հետո դուք ինչ ձեռքբերումներով, հա, հանդես եկաք։ Ցանկացած մասնագետ իր կարիերայի ընթացքում, հա, լինի դա բժիշկ, լինի այլ ինչ-որ մասնագիտություն, ամեն մի կետը անկախ հասցեից նոր ձեռքբերումներ են, նոր գիտելիքներ են, նոր փորձ է, նոր ընկերներ են եւ այլն եւ այլն։ Կայանալու ճանապարհ։ Այո։ Տարիներ առաջ դիմեց մեր ամբիոն, որպեսզի անցնի կլինիկական օրդինատուրա դիմացնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ եւ 3 տարի օրդինատուրան անցել է մեր բազայում իմ ղեկավարության ներքո, դրանից հետո 2 տարի էլ դեռ աշխատել ենք իրար հետ, դաստիարակված, համակրելի, շատ խելացի, մեր հայկական ընտանեկան արժեքները կրող, մասնագիտությունը սիրող, սա շատ կարևորում եմ, որովհետև
եթե մարդը ընտրում է մասնագիտություն, պետք է սիրի այդ մասնագիտությունը, որպեսզի կարողանա աճ արձանագրի եւ օրեցօր ավելի կատարելագործվի, սա Արտուրին բնորոշ հատկանիշ է։ Նաեւ բնատուր ունի ձեռքի շնորհ, սա եւս վիրաբուժության մեջ կարեւոր է համարում, որովհետեւ մարդը կարող է տեսական գիտելիքներ ունենալ, բայց ձեռքի շնորհքից թույլ լինել։ Արտուրի պարագայում նա նաեւ ունի ձեռքի շնորհ եւ ամենակարևորը վիրաբուժական նյուխ, այսպես եթե բնութագրենք, հա, որը նույնպես կարևոր արժեք է։ 3 տարի առաջ դուք ստեղծեցիք Best Life բժշկական կենտրոնում դիմացնոտային եւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունքը, հա։ Ինչ սկզբունքներով ձևավորվեց թիմը եւ ինչ պահանջներ դրվեց բաժանմունքում իրենց առջեւ։ Առաջի սկզբունքը դա բարի ու ընկերական մթնոլորտներ, որտեղ չկային ինչ որ, չգիտեմ, հնուց մնացած ինչ որ լավ կամ վատ ավանդույթներ, հա, հիմքը նրանում էր ստեղծել բաժանմունք, որը չի լինի միայն մի մարդու մասին, այլ կլինի բաժանմունք, որտեղ մարդիկ կարող են դիմել ու ստանալ իրենց խնդրի լուծումը, լինի դա էսթետիկ, թե առողջական, հա, թիմում ունենք եւ դիմացնոտային վիրաբույժներ, եւ պլաստիկ վիրաբույժներ, այսինքն ամբողջ սպեկտրը դիմացնոտային եւ պլաստիկ վիրաբուժության մեր մոտ ապահովում է։ Այսինքն դիմացնոտային եւ պլաստիկ վիրաբուժության վիրահատությունների ամբողջ ծավալը բաժանմունքը ապահովում է։ Այո, շատ հետաքրքիր վիրահատություններ են իրականացվում, բավականին լավ արդյունքներով, գոհունակ պացիենտներով։ Դժվարություններ, որոնք հաղթահարեցիք սկզբում, դրանք որոնք էին։ Ինչպես եւ բոլոր տեղերում ինչ որ նոր բանի մեջ դժվարությունները շատ տարբեր են, հա, սկսած շատ տեխնիկական մանր հարցերից, վերջացած, չգիտեմ, ուղղակի ճիշտ ուղու վրա գնելուց, երևի ամենամեծ դժվարությունը դա ստանալ մարդկանց վստահությունը։ Ինչպես եւ մենք խոստացել էինք եւ սպասվում էր Best Life-ը այս տարիների ընթացքում մոնոպրոֆիլ հիվանդանոցից վերածվեց, կարելի ասել, բազմապրոֆիլ հիվանդանոցի եւ մեր ձեռքբերումներից էր դիմացնոտային կամ պլաստիկ վիրաբուժության բաժանմունքը, որի ղեկավարը բժիշկ Արթուր Հակոբյանն է։ 3 տարի արդեն բաժինը գործում է եւ ունենք բավականին հիվանդներ արտերկրից, ոչ միայն Հայաստանից։ Տարբեր տեսակի վիրահատություններ է կատարվում դիմացնոտային եւ պլաստիկ պրոֆիլի եւ բոլորն էլ գերազանց արդյունքով, որտեղ եւ հիվանդների շարունակական աճը խոսում է արդյունքի եւ որակի մասին, որտեղ դա այն մասնագիտությունն է, որտեղ ոչ միայն հիվանդի կյանքի հետ է գործը կամ այլ շուտ կյանքի հետ չէ, այլ էսթետիկ, պլաստիկ գեղեցկության հետ է եւ եթե մարդկանց դուրս չգա վիրաբուժը կամ բաժանմունքը, բնականաբար չեն դիմի։ Այս կարճ ժամանակահատվածում, հա, 3 տարին բավականին կարճ ժամանակահատված է, ինչ ձեռքբերումների մասին կարող ենք խոսել։ Շատ չեմ սիրում հայկական ասած գլուխ գովալ այդ վիճակը։ Երևի ամենամեծ ձեռքբերումը կա բավականին ամուր թիմ, որը շատ լավ աշխատում է, շատ իրար հետ սերտ շփվելով, այսինքն այդ կոլեգիալ բաղադրիչը նույնպես շատ տեղին է մեզ մոտ։ Ինձ թվում է ամենամեծ ձեռքբերումը հենց դա է, որ կա թիմ, ով ուզում է իրար հետ աշխատել։ Դա շատ կարևոր է եւ այդ սկզբունքը նաեւ Best Life-ում է որդեգրված, որտեղ չկան պարզապես անուն-ազգանուններ, այլ կա թիմ եւ թիմային մոտեցում ցանկացած խնդրի ամենամեծից մինչեւ ամենափոքրը։ Հա, իրականում դե քանի որ բաժանմունքի սկզբանե չկար, հա, նոր է ձևավորվել ու դա շատ մեծ միգուցե ինչ որ միտեղ մինուս համարվի, բայց շատ մեծ նաև պլյուս է, որ մենք ամենից սկսել ենք ի սկզբանե, հա, սպիտակ էջից, ստացել ենք այն, ինչը որ չէր կարող լինել, օրինակ, չգիտեմ, արդեն ձևավորված ինչ որ ավանդույթներով։ Իսկ որոնք են ամենահաճախ հանդիպող խնդիրները, որոնց համար դիմում են պացիենտները։ Դե եթե խոսենք պլաստիկայի մասին, հա, էսթետիկ բժշկության մասին, եթե խոսենք, հիմնական դա Հայաստանի իրականությունում դա քթի պլաստիկան է կամ քթի, հա, ռինոպլաստիկա կամ քթի շնչառական խնդիրների ուղղումը, ինչու՞ չէ նաև կոպերի խնդիրներով են շատ դիմում, այսինքն բլեֆարոպլաստիկա կոչված որ կոպերը կախվում են, հա, տարիքի հետ որոշ փոփոխություններ են լինում, ամենաները դրանք են։
Առավել հաճախ դիմում են պլաստիկ վիրահատությունների են մարդիկ, որոնք դժգոհում են իրենց արտաքին տեսքից, ունեցած ինքնագնահատական, բայց կոնկրետ ինձ առավել հաճախ դիմում են հղիությունից հետո կանայք, որոնց մոտ կա որովայնի առաջային պատի կախվածություն, թուլացած կախված մաշկ, դիմում են քաշի կտրուկ կորուստից հետո, երբ որ կատարում են բարիատրիկ վիրահատություններ, մարմնի տարբեր հատվածներում մաշկը սկսում է կախվել մեջքի շրջանում, թևերի, ոտքերի, ազդրերի միջային հատվածներում, նաև տարիքային փոփոխություններից հետո կոպերի կախվածության դեպքում, դեմքի կախվածության դեպքում մեծացել է նաև տղամարդկանց դիմելիությունը պլաստիկ չամտությունների, տղամարդիկ առավել հաճախ դիմում են գինեկոմաստիայի ժամանակ, դիմում են նաև կանայք գիգանտոմաստիայի դեպքում, երբ կրծքերի հսկայական չափերի դեպքում, կրծքերի ասիմետրիայի դեպքում, փոքր կրծքերի առկայության դեպքում Պլաստիկ վիրաբուժության պարագայում վիրահատությունը ավելի շուտ առողջության մասին է, թե գեղեցկության։ Կախված ինչ վիրահատության մասին ենք խոսում, բայց պետք է հիշել, եթե մի բան փորձում ենք փոխել մարդու օրգանիզմում, պետք է հաշվի առնենք այդ օրգանիզմի օրենքները, կանոնները, հա, ու առաջերտին մի վնասիր գաղափարը։ Եթե պացիենտը դիմել է ուզում է փոփոխել իր քթի տեսքը, բայց դրա հետ մեկտեղ նա սկսի չշնչել, այդ այդքան էլ լավ չի։ Իսկ որոնք են այն սահմանները, երբ բժիշկը պետք է ոչ ասի պացիենտին։ Շատ նուրբ հարց է իրականում, առաջերտին բժիշկը պետք է հասկանա պացիենտին։ Եթե պացիենտը դիմում է կանգատներով, որոնք իրականում իրատեսական չեն, այլ իր ոչ գիտակից ցանկության արդյունք է, հա, ինձ թվում է այդ դեպքում այդքան էլ ճիշտ չի վիրահատությունը, հա։ Պացիենտը իրոք պետք է գիտակցի ինչ է ուզում, այդ հարցում իրեն իհարկե վիրաբույժը պետք է օգնի կոնսուլտացիաների, երկար խոսակցությունների միջոցով, հա, ինչ որտեղ հոգեբան նաև պետք է լինես, ի վերջո պացիենտը հասկանա ինչի է գնում։ Որքանով եք դուք կարևորում մանրամասն եւ երկարատև զրույցը առաջին հանդիպման ժամանակ։ Առանց դրա չի կարող լինել, որտեվ նախ ես պետք է հասկանամ պացիենտին, ես պետք է հասկանամ ինչի ենք ուզում այդ փոփոխությունը, ինչ փոփոխություն է իրականում ուզում, հա, եթե խոսքը գնում է պլաստիկ վիրահատության մասին։ Եթե առողջական խնդիրներ ունեն, դա մի քիչ այլ է, դա մի քիչ փոխում է բովանդակությունը, երկրորդը պացիենտը պետք է վստահի։ Այսինքն, եթե պացիենտի մոտ չի ձևավորվել այդ վստահության մթնոլորտը, ինքը չի ուզի վիրահատվել։ Կամ եթե ուզի էլ պետք չի, միգուցե։ Я всю жизнь плохо дышала. Меня в целом очень мучил вопрос дыхания. Плюс тот факт, что я аллергик, и каждую весну у меня сильный балоридит. То есть у меня все с каждым годом осложнялось и осложнялось. Кривая перегородка, я понимала, что она у меня кривая. Плюс из-за бесконечных ринитов все время вот здесь был отек. И в какой-то момент я поняла, что я уже не могу дышать. Написала своей подруге. Буквально за 2 дня я сразу вышла на доктора, посмотрела его работы, списалась с ним. Через 3 дня, по-моему, у нас была онлайн-консультация. Меня все устроило. Мне он как человек понравился. Плюс у меня была прекрасная медсестра, которая тоже меня внушила доверие. И я поняла, что все, надо делать. Буквально через месяц я уже здесь. После снятия тампонов я сразу начала дышать, что просто большое чудо, потому что когда ты не дышишь всю жизнь, и задышать 2 ноздрями, это прям вообще счастье, конечно. На данный момент у меня шок от моего эстетического вида, потому что мне нужно привыкнуть к тому, как я выгляжу. Помимо того, что был решен вопрос перегородки, и у меня было еще какие-то сложности на кончике носа, что-то там было не так, доктор все устранил. Плюс я хотела, чтобы мне убрали родинки на носу, что тоже было сделано классно. В общем, я довольна, мне все нравится. Բժիշկ-պացիենտ հարաբերություններում ամենակարևորը այդ վստահությունն է, չէ՞։ Միանշանակ վստահությունն է, որտեղ բժշկությունը այն ոլորտն է, որտեղ կապ չունի դա պլաստիկ վիրահատություն է, հա, թե ինչ-որ առողջական խնդիր է լուծում, առանց վստահության արդյունքի հասնելը շատ դժվար է։
Ստացվել է ձեզ բաժանմունքում ձևավորել ղեկավար, բժիշկ, պացիենտ այդ եռամիասնության վստահությունը իրար հանդեպ։ Իրականում դա էլ է շատ նուրբ թեմա, ու շատ նուրբ սահման, ու շատ դժվար իրականում, որ եւ լինես պացիենտին բժիշկ եւ ընկեր եւ միգուցե ինչ որտեղ խորհրդատու, հա, եւ նաեւ պետք է կրես պատասխանատվություն իր առողջական վիճակի համար եւ այն արդյունքի համար, որի համար ինքը դիմել է ձեզ։ Եվ կառուցել այդ մթնոլորտը վստահության բաժանմունքում շատ կարևոր է եւ գիտեք որքանով որ կարողացել եմ ես ծանոթանալ ձեր կերպարին, դուք դասական ղեկավարի կերպար չեք, այլ դուք թիմ լիդեր եք, առաջնորդ, ով իր հետևից տանում է մյուսներին եւ ոգեշնչում։ Փորձում եմ։ Իրականում դա շատ բարդ ճանապարհ է, հա։ Ինձ թվում է, բայց այդ ամեն ինչում ամենակարևորը եւ պացիենտի հետ շփվելուց եւ միգուցե ցանկացած հարաբերություններում դա անկեղծությունն է։ Երբ որ բժիշկը պացիենտի հետ անկեղծ է, հա, բոլոր այն դրսևորումներում, որում իրենք առնչվում են, ինձ թվում է այդ վստահության մթնոլորտը, որի մասին խոսում ենք, ինքը կձևավորվի։ Բանի բաց գրագետ բժիշկ եւ այս մասնակցության մեջ շատ կարևոր է շահել հիվանդների վստահությունը, որտեվ դա այնպես չի որ շտապ օգնությունը բերեց, կապ չունի ու մոտ են գնացել, այդ պայն մոտիկ տեղն եկել, սա պետք է հիվանդը ինքը պացիենտը, ոչ թե իրաց հիվանդել չի կարելի ասել, բուժառուն ինքը ժամանակ ունի փնտրի, պետք է տեսնի արդյունքները, հարցուփորձան եւ նա որ բժշկին դիմի։ Այդ առումով ես կարծում եմ որ բժիշկ Հակոբյանը արժանացել է հիվանդների վստահությանը իր կատարած աշխատանքի արդյունքների շնորհիվ եւ իհարկե բարեհամբույր վերաբերմունքի իջուչեր նաեւ հիվանդների հետ շփման ձև, որտեղ այդ ամեն ինչը շատ կարեւոր է։ Եվ կարող եմ ասել, որ այս 3 տարիների հեռավորությունից բժիշկը հաջողել է իր բաժնի աշխատանքը։ Երբ է ձեզ համար վիրահատությունը համարվում հաջողված, երբ գոհացնում է պացիենտին, թե գոհացնում է ձեզ։ Շատ հաճախ է լինում, որ պացիենտի ցանկությունները ու մեր տեսակետը միգուցե չհամընկնի իրար հետ, այդ դեպքում էդի հետ ենք վերադառնալու են երկարատև զրույցներին, որ հասկանանք ու ճիշտ գնահատենք ինչ ենք ուզում։ Այսինքն պացիենտը ճիշտ գիտակցի իր ցանկությունը ինչքանով է իրատեսական, հա, ինչքանով է իր մտածածը ռեալիզացնելը, հա, ճիշտ եւ էսթետիկ եւ բժշկական տեսանկյունից, հա, օրինակ շատ փոքր քիթ տարածված ցանկություն է։ Բոլորը չէ որ կարող են շատ փոքր քիթ ունենալ, կամ ունենալ կարող են, բայց չեն շնչի, այլ խնդիրներ կառաջանա, հա, նման հարցերի դեպքում պետք է անպայման շատ զրուցել։ Իսկ ձեզ ստացվում է համոզել հակառակը։ Իմ խնդիրը համոզելը չէ իրականում, իմ խնդիրը հասկանալ պացիենտին ու իրեն այն իրականությունը մատուցել, որը լինելու է։ Կիսով չափել պետք է հոգեբան լինեք։ Անպայման։ Եվ շատ հաճախ պացիենտներին էսթետիկ բժշկի կաբինետ, հա, պլաստիկ վիրաբույժի կաբինետ բերում են հոգեբանական խնդիրները։ Այո, մեծ հաշվով ինչ որ մի բան փոփոխելը մարմնում, արտաքինում հոգեբանորեն ազդեցություն ունի մարդու վրա։ Ու եթե պացիենտը որոշել է, որ պետք է իր արտաքին տեսքը փոխի, միանշանակ դեռ հոգեբանական բաղկացուցիչ կա։ Պրոֆիլը, որում Արթուրը աշխատում է, մեծամասամբ պացիենտները իրենք գալիս են որևէ խնդիրը շտկելու համար։ Այս իմաստով այդ խնդիրը որոշակի երկար ժամանակ իրանց մոտ հոգեբանական որոշակի դրսևորումներ է առանձնացրել եւ իրանցից պահանջվում է ու նաև դրանք իրենք հստակ դա կատարում են, որ միջև վիրահատությունը հոգեբանական պատրաստում են այդ հիվանդին իր թերության վերաբերյալ, սպասվելիք արդյունքի վերաբերյալ, մանրամասն տեղեկացնում եւ հոգեբանորեն էլ պատրաստում են հետվիրահատական շրջանին, որտեղ տեսեք հիվանդների մեծ մասը գիտի որ վիրահատվեց ինքը հաջորդ օրվանից պետք է ունենա ամենաիդեալական տեսքը կամ այն խնդիրը, որ մտածում էր որ իրան ոչ լիարժեք հադարձնում, մտածում է հենց այդ թերությունը շտկվեց, ինքը արդեն չունի այդ խնդիրը, բայց հետվիրահատական շրջանը նաև երկար համբերություն է պահանջում եւ բազմիցս նկատել եմ ոնց են հիվանդների հետ համբերատար աշխատում միջև հասնեն ցանկալի արդյունքի։
Սովորելու տարիներին կարամ նույնիսկ տենց ասեմ, որ իմ ղեկավարը միշտ մեծ սերմանում էր, որ լավ բժիշկի համար բարդ վիրահատություն չկա։ Ու դու պետք է աշխատես այնպես, որ քո վիրահատությունները մաքսիմում լավը լինեն իրենց արդյունքով, ու ամենակարևորը, որ դու գոհ լինես։ Ու հիմա էլ ես որ աշխատում եմ, անում եմ մաքսիմում այնպես, որ ընթացքից արդեն ես հասկանամ ելքը ոնց է լինում, ու այդ ելքը պետքա ինձ դուր գա։ Եթե պետքա ես 3 անգամ կարե կքանդեմ նորից կկարեմ, որ արդյունքը ինձ դուր գա։ Եթե արդյունքը ինձ դուր է գալիս այդ վիրահատությունը հաջողված է նրանով, որ պացիենտին էլ է դուր գալիս։ Հետևաբար այդ վիրահատությունը հաջողված է։ Ինչն է ձեզ ոգեշնչում ձեր աշխատանքում եւ ինչի համար եք սիրում ձեր աշխատանքը։ Ինձ թվում է ամենամեծ ոգեշնչող կետը դա պացիենտի գոհունակությունը տեսնելն է։ Առանց դրա երևի շատ անհետաքրքիր կլիներ աշխատանքը։ Այս աշխատանքի մեջ ինձ ամենաշատը ոգևորում են իմ ուրախ պացիենտները։ Երբ վիրահատությունից հետո, մի քանի օր հետո, մի քանի շաբաթ անց վերադառնում են շատ ուրախ, ժպտուն հայացքով, շնորհակալություն են հայտնում, նշում են, որ իրենք հիմա այն մարմնում են, որ իմ մասին երազել են տարիներով, հագուստ ընտրելիս չեն նեղվում, կրում են այն հագուստը, որը ուզում են, իրենց ինքնավստահությունն է վերականգնվել, սիրում են իրենց, այդ ամենակարևոր բանն է կարծում եմ։ Այսքան տարիներից հետո, երբ դուռը բացում եք, նույն հուզմունքը կա։ Ոգևորվածությունը։ Ոգևորվածություն։ Հա, ավելի Բայց ճիշտ անպայման բառը։ ինչ-որ մի տրանսֆորմացիա ձեր մեջ լինում է, չէ՞, մինչև վիրահատարան եւ վիրահատարանից ներս։ Մինչև վիրահատարան բազմաթիվ հոգսեր, բազմաթիվ մտածմունքներ, վիրահատարանում շատ ավելի հանգիստ ու խաղաղ։ Իսկ ինչ եք ուզում, ինչ եք պահանջում վիրահատարանում թիմից։ Ինչ եւ բոլոր մարդիկ ամեն մեկը լինեն իրենց տեղում, իրենց աշխատանքը սիրով կատարեն։ Առաջնորդվում է բարձր պրոֆեսիոնալիզմով եւ հիվանդակենտրոն մոտեցմամբ։ Մեր ամեն վիրահատությունը քննարկվում է վիրահատության պլանը, զուգահեռաբար նաեւ անզգայացման պլանը, միասին նաեւ որոշում ենք ամենաօպտիմալ եղանակը թե վիրահատության, թե անզգայացման, թե նաեւ հիվանդի հետագա վարման առումով։ Վիրահատանում շատ հավասարակշռված, իր աշխատանքին հստակ տիրապետող, կրիտիկական իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնող բժիշկ է Արթուրը։ Բարդագույն վիրահատությունները, հա, ու վիրահատությունը, որ լինի ցանկացած բաժանմունքի բժշկի, համատեղ թիմով քննարկելու այդ սովորույթը ունեք։ Այդ այն թեման է, որը բժշկության մեջ բավականին ակտուալ է, հա, քննարկելը, կոնսիլիումները միանշանակ ունենք, ցանկացած հարց, ցանկացած խնդիր թիմային քննարկման դրվում է, ինչ անհրաժեշտություն կա նաև դիմում ենք ավագ սերնդին, ինչու՞ չէ նաև հարակից այլ մասնագետներին, եթե դրա կարիքը կա։ Պետք է հիշենք, որ պացիենտի առողջությունը եւ անվտանգությունը ստեղ առաջնահերթ է ցանկացած սեփական, չգիտեմ, ամբիցիաներից, եւ եթե կարիք կա ինչ որ մի հարց եւս մեկ անգամ քննարկելու, եւս մեկ անգամ հետազոտելու կամ, չգիտեմ, միգուցե եթե պացիենտը ունի ինչ որ սպეციფიկ խնդիր, որը նույնիսկ չի առնչվում մեր բուն վիրահատությանը, անպայման հարակից գոլեգաներին խնդրում ենք նեղ մասնագետներին խորհրդակցել։ Ոչ բոլոր վիրահատություններից առաջ են քննարկումները լինում, բայց կան վիրահատություններ, որոնց դեպքում շատ կարևոր են թիմային քննարկումները, քանի որ մեկ այլ վիրաբույժի կարծիքը այդ պահին կարող է շատ օգնել վիրահատությանը, ու թիմային վիրահատությունները ես շատ կարևորում եմ, շատ հաճախ ենք թիմային աշխատանքներ կատարում, վիրահատության ելքի արդյունքի վրա շատ մեծ ազդեցություն ունեն թիմային քննարկումները։ Ինչպես եք կարողանում համատեղել ղեկավարի եւ վիրաբույժի աշխատանքները։ Պետք չի ֆիքսվել այդ երևույթի վրա, ուղղակի հանգիստ աշխատում ես, ընկերական մթնոլորտը շատ է օգնում, որ բոլորն էլ ուզում են ամեն ինչ լավ լինի։ Բոլորն էլ ուզում են ընդհանուր թիմը առաջ գնա ու ունենա լավ արդյունքներ։ Բժշկական туриզմը Հայաստանում շատ զարգացել է եւ ես գիտեմ, որ դուք նաեւ շատ ու շատ պացիենտներ ունեք արտերկրից։ Կա տարբերություն իրենց արտաքինի հանդեպ վերաբերմունքի, հոգացության առումով Հայաստանի պացիենտներից, հա։
Վերջին տարիներին հա շատ ավելի զարգացել է туриզմը, այդ թվում բժշկական туриզմը, հայ բժիշկներին սկսել են շատ վստահել, ու նաև մեծ հոսք կա պացիենտների եւ արտասահմանում ապրող մեր հայրենակիցների եւ այլ ազգի պացիենտների, որոնք ցանկանում են գալ Հայաստան, չգիտեմ, ստանալ իրենց բուժօգնությունը եւ հետ վերադառնալ։ Վերջի շրջանում Հայաստանում էլ է շատ այդ երևույթը ձևավորվել, որ մարդիկ ավելի ուշադրություն են սկսել դարձնել իրենց արտաքինին, իրենց, չգիտեմ, խնամքին, այդ թվում նաև վիրահատական ճանապարհով։ Я вообще была в Армении уже 2 раза. Первый раз я прилетела в 22 году, я делала риносептопластику, и у меня остались очень хорошие ощущения, очень хорошие впечатления от Еревана, вообще от страны. Поэтому я вернулась уже сюда 2 раз. Врача я выбрала с помощью моей подруги. Она помогала мне с ринопластикой, когда я первый раз приезжала в Армению. И потом она мне подсказала, какие есть врачи, которые вот специализируются именно на блефаропластике. И благодаря контенту в Инстаграме я выбрала Марьям. Мне очень понравились ее работы. Сразу же списалась. Мне очень понравилось, что врач девушка. Я как-то почувствовала какое-то родство, близость. Мне было очень приятно и интересно с ней общаться. Так я попала сейчас к вам сюда на операцию, на блефаропластику. Կան մարդիկ, ովքեր վախենում են պլաստիկ վիրահատություններից եւ դժվարությամբ են գնում որոշմանը վիրահատվելու, թեպետ ամեն օր նայում են հայելուն եւ տեսնում են թերությունները, բայց մտաբախությունները խանգարում են, հա, դիմել պլաստիկ վիրաբույժի։ Այդ շերտի հետ կապված մենք ինչպես կարող ենք իրենց մտաբախությունները ծրել։ Շատ ցավալի հարց եք տալիս, հա, իրոք կա, պացիենտները բավականին վախեր ունեն, թե անզգայացման մեթոդների հետ կապված, թե բուն վիրահատության, թե հետ վիրահատական շրջանի։ Ես խորհուրդ եմ տալիս շրջել հիվանդանոցում, որ պացիենտները իրենք տեսնեն, թե հագեցվածությունը բժշկական կենտրոնի, հա, թե մասնագիտական հագեցվածությունը եւ թե վերաբերմունքը պացիենտներին, իսկ թվում է դրանից հետո բավականին վստահություն կներշնչի։ Կա կարծիք, որ պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանի վիրաբուժության էլիտար ճյուղն է եւ գներն էլ բավականին թանկ են։ Ինչպես են առաջանում վիրահատությունների գները։ Իմ կարելի ասել չսիրած թեման է, հա։ Իրականում Հայաստանում թանկ չէ, առհասարակ բժշկությունը թանկ չէ Հայաստանում, այդ թվում պլաստիկ եւ դիմացնոթային վիրաբուժությունը արտասահմանում նույնիսկ շատ մոտ երկրներում շատ ավելի թանկարժեք են այդ վիրահատությունները։ Իրականում հասկանալու համար վիրահատության արժեք կոչվածից, հա, պետքա գիտակցել, որ այդ վիրահատությանը մասնակցում են տարբեր մասնագետներ, տարբեր բժիշկներ, որոնք, չգիտեմ, ունեն բավականին երկար ճանապարհ, հա, իրանց մասնագիտական նաև ինչու՞ չէ մեծ ներդրում, հա, իրենց երկար ճանապարհի ընթացքում օգտագործվում են բազմաթիվ սարքավորումներ, որոնք բավականին թանկարժեք են, մասնակցում է բացի բժիշկներից նաև միջին եւ կրտսեր բուժանձնակազմը, որը նույնպես իր մեծ դերը ունի, հա, ու եթե փորձես այդ ամենը գումարես ու փորձես ստանալ ինքնարժեք վիրահատությանից, թվում է նույնիսկ մատչելի է Հայաստանում։ Վիրահատության արժեքը չի կարող ցածր լինել, եթե առաջի տեղում դրված է պացիենտի անվտանգությունը։ Կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, որոնք իրենցից պահանջում են մեծ ներդրում, որոնք միտված են պացիենտի նույնիսկ ամենափոքր հնարավոր խնդիրների լուծմանը։ Դուք խոսեցիք բժշկի անցած եւ անցնելիք ճանապարհի մասին եւ այդ ճանապարհի ներդրումների մասին։ Այո, բժշկությունը այն ճյուղն է, որ խելահեղ արագությամբ գնում է առաջ, ընդ որում շատ ավելի առաջ չէ գնում եւ զարգանում ամեն օր պլաստիկ վիրաբուժությունը եւ պետք է ոլորտի մարդիկ հասնեն դրա յետևից, այսինքն գնան, վերապատրաստվեն, բերեն համաշխարհային նորույթները, որքանով եք դուք կարևորում այդ գործը։ Բժշկության մեջ առանց դրա չի կարող լինել, որտեղ ոնց դուք նկատեցիք, շատ արագ տեմպերով զարգանում է, շատ արագ տեմպերով գնում է ամեն ինչ առաջ ու հնարավոր չէ դու բուհի կրթությամբ կարողանաս հետագայում աշխատել ու չմտածել վերապատրաստումների, չգիտեմ ինչ որ նոր բան սովորելու, նոր տեխնոլոգիաների, նոր վիրահատությունների մասին։ Այդ ամենը չի սահմանափակվում Հայաստանով իհարկե,
Հնարավորինս փորձում ենք բոլոր միջազգային կոնֆերանսների նույնպես ներկա գտնվել, մեր գոլեգաների հետ նույնպես փորձի փոխանակում։ Կա մի բան, որի համար դուք նախանձում եք ձեր միջազգային գոլեգաներին։ Ինչ պրովոկացիոն հարց։ Դե նախանձելու բան կա։ Չէ, նախանձի, որտեվ իրենց մոտ է իրենց խնդիրները կան, բժիշկի համար հեշտ չի Հայաստանում, բայց արտասահմանի բժիշկներն էլ իրենց խնդիրները ունեն, իրենց համար էլ հեշտ չի կարծում եմ։ Այո, այսօր բոլորի համար էլ կան հաճելի պահեր, կան դժվարություններ, որոնք պիտի հաղթահարվեն։ Պարոն Հակոբյան, ամենակարևոր հատկանիշները, հա, ձեր գործում։ Պարկեշտությունը, ինձ թվում է անկեղծ լինելը, հա, ու նվիրված լինել աշխատանքին, պատասխանատու վերաբերվել։ Կարծես թե մենք այսօր խոսելով բաժանմունքի մասին ավելի շատ շեշտադրեցինք պլաստիկ վիրահատությունները, բայց որքան գիտեմ, ձեր մոտ բաժանմունքում կատարվում է նաև դիմածնոտային վիրահատությունների ամբողջ ծավալը։ Եվ ինչ խնդիրներ են այդտեղ լուծվում, հա, բաժանմունքում։ Հա, մեր մոտ շեշտը դրված չի միայն էսթետիկ եւ պլաստիկ վիրահատությունների վրա, հա, մենք թիմում ունենք եւ դիմածնոտային եւ պլաստիկ վիրաբույժներ, եւ միկրովիրաբույժներ, հա, որոնք զբաղվում են տարբեր պաթոլոգիաներով, ոչ միայն գեղեցկացնելով, նաեւ առողջացնելով, այլ նաեւ առողջացնելով, ինչը այն նոր որ դուք ասում եք ինչ ա եղել հիմքում, դա ինձ թվում է ամենակարևոր կետերից էր, որ միայն գեղեցկացնելը չի կարևոր, այլ նաև առողջացնելը։ Մեզ շատ են դիմում տարբեր հարցերով, սկսած դժվարաշնչություններով, տարբեր բորբոքային խնդիրներով, հա, դիմացնոտային շրջանի ինչու՞ չէ, կոտրվածքներ, նորագույացություններ, սպեկտրը շատ լայն է։ Թքագեղձի խնդիրներ ու այն առաջի ձեր հարցը ինչու դիմացնոտային վիրաբուժություն, որտեվ այդ ամբողջ սպեկտրը տարբեր մասնագիտությունների, հա, միաձուլված է։ Այո, իր մեջ միաձուլված է տարբեր մասնագիտություններից, այսպես ներբերանգներ, չէ՞։ Այո։ Դուք նաև ազգային առողջապահության ինստիտուտի գլխի եւ պարանոցի վիրաբուժության ամբիոնի դասախոս եք։ Ձեզ մոտ նաև Best Life-ում հետբուհական կրթություն են, չէ՞, ստանում։ Այո, մենք ունենք օրդինատորներ, կլինիկական օրդինատորներ, որոնք իրենց հետբուհական կրթությունն են անցնում դիմացնոտային վիրաբուժության մասնագիտությամբ, նույնպես թիմի անդամ են, նույնպես մասնակցում են բոլոր պացիենտների առողջացման եւ ամբողջ պրոցեսին, այո։ Պարոն Հակոբյան, իսկ այ ձեզ ավելի հարմարավետ է, երբ դուք ուսուցանում եք, թե վիրահատարանում վիրահատում եք։ Թե այդ երկուսը միքսված է ձեզ մոտ։ Իմ դեպքում դա միասին է, երկու պրոցեսը իրար չի խանգարում, իմ կարծիքով նույնիսկ օգնում է։ Ինչ եք սովորում նաև դուք իրենցից։ Ամեն մարդ կարող է ինչ-որ մի նոր բան տալ, մի նոր միտք։ Ինչպես եք կարողանում համատեղել ձեր աշխատանքը եւ ձեր առօրյան, հա, ստացվում է 24/7 ռեժիմով այդ ամենը համատեղելը։ Իրար չպետք է խանգարի իրականում, հա, որտեվ աշխատանքը նույն առօրյայի մի մաս է, հատկապես եթե հաճույքով ես այդ աշխատանքով զբաղվում, ինքը չի ծանրացնում առօրյան։ Միգուցե հակառակը նույնիսկ ինչ որտեղ լիցքաթափվում ես։ Իսկ ինչով եք դուք լիցքավորում ձեր մարդկոցները, ինչպես։ Երբեմն սպորտ, երբեմն, չգիտեմ, հանգիստ, մտերիմների, հարազատների հետ շփում։ Կյանքում ցանկացած մասնագիտության մեջ հաջողության հասնելու համար պիտի պատրաստ լինես զոհողության։ Բժշկի պարագայում առավել ևս, որովհետև գործ ունի մարդկային կյանքի հետ եւ այդ զոհողությունը շատ մեծ է։ Բայց դրան պետք է նաեւ պատրաստ լինի ընտանիքը։ Ձեր ընտանիքը պատրաստ է եղել կիսելու այն ամենը, ինչի միջով անցնում եք դուք։ Ճիշտ հարաբերություններում, հա, ցանկացած մարդ իր կյանքի որոշ կետերում անպայման պետք է ունենա իր մտերիմների, ընտանիքի ազգականների ոգեշնչումը։ Դուք ունեք այդ ոգեշնչումը։ Իսկ դուք հասցնում եք ընտանիքին տալ իր բաժինը այդ զբաղվածության մեջ։ Շատ փորձում եմ։ Պարոն Հակոբյան, համաձայն եք մեր երեկոն ավարտենք բլից հարցաշարով։ Սիրով։ Առավոտը սկսում եք ինչով։ Սուրճ։ Մի գավաթ սուրճը տանը թե աշխատավայրում։ Աշխատավայրում հիմնականում։ Առանց ինչի չեք պատկերացնում ձեր օրը։ Առօրյա աշխատանքի։ Գեղեցկությունը սուբյեկտիվ է թե օբյեկտիվ։
Ինձ թվում է սուբյեկտիվ։ Մասնագիտության մեջ ամենակարևոր հատկանիշը։ Պատասխանատվության զգացումը։ Պացիենտների վստահությունը ձեռք եք բերում ինչի շնորհիվ։ Անկեղծ շփման եւ պատասխանատու վերաբերմունքի հաշվին։ Եթե բժիշկ չլինեիք, կլինեիք։ Կլինեի բժիշկ։ Շատ շնորհակալություն պարոն Հակոբյան, շատ հետաքրքիր երեկոյի համար։ Մեր երեկոյի ավարտին ես Մարաշիից շատ համեղ մեկը մեկից տարբեր համերով քաղցրավենիք եմ տալիս ձեզ։ Սա տնեցիների համար, գիտեմ, որ դուք քաղցրի հետ այդքան սեր չունեք, եւ մեր երեկոյի ամենավերջին հարցը, հա։ Ասում են գեղեցկությունը փրկում է աշխարհը։ Ես ունեմ իմ տարբերակը, սերն է փրկում աշխարհը։ Հիմա սերն է փրկում աշխարհը, թե գեղեցկությունը, թե երկուսը միասին։ Ինձ թվում է երկուսը միասին։ Հանդիպման վայրը Vici Lounge։ Հագուստը Daphne խանութ սրահ։ Daphne ժամանակի շունչը ամեն օրվա համար։ Daphne հագուստ, որ խոսում է քո մասին։ Հաղորդավարի ոճը Մետրո միջազգային գեղեցկության ակադեմիա։ Հաճախորդներ ամբողջ կյանքի համար։